որպեսզի ավելի լավ հասկանանք իրավիճակը։ We have also met with several different Armenian human rights groups. Եվ նաև հանդիպել ենք Հայաստանում գործող տարբեր մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ, խմբերի հետ։ We have been profoundly disturbed by what we have learned. Մենք խորապես անհանգստացած ենք այն ամենից, ինչ որ մենք մեզ տեղեկացրին։ We see a progression in the state's campaign against the church, from verbal attacks on the church from senior government officials. Մենք տեսնում ենք, ուրեմն առաջընթացա պրոգրես ենք տեսնում, ուրեմն կառավարության կողմից եկեղեցու դեմ արշավի հարցում եւ սկսած ուրեմն եկեղեցու դեմ բանավոր խոսքով հարձակումներին, որը կատարվում են ուրեմն բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, to arrests of prominent supporters of the church, ավարտված ուրեմն եկեղեցու շատ ակնառու աջակիցների ձերբակալություններով, to arrests of clergy themselves, հոգևորականների ձերբակալություններով, to arrests of lawyers for the clergy, հոգևորականների իրավաբանների, ասենք փաստաբանների ձերբակալություններով, to arrests of family members of ինչպես նաև clergy. հոգևորականների ընտանիքի անդամների ձերբակալություններով։ 4 members of the clergy are currently detained by the Armenian government. Հոգևորականության 4 անդամ, 4 հոգևորական առայժմ արձակված են Հայաստանի կառավարության կողմից։ 2 archbishops and 1 bishop are in prison. Երկու arczepiskopos եւ մեկ episkopos արձակված են։ 1 priest who was arrested on October 15 was released from prison and put into house arrest on November 7. Հոկտեմբերի 15-ին ձերբակալված մեկ ուրեմն քահանա ազատվել է, բանտից եւ այս բանը տնային կալանքով է նոյեմբերի 7-ից սկսած։ As has now been widely reported in the Armenian press, the evidence against Archbishop Bagrat Galstanian and 12 of his supporters appears to have been largely falsified. Ինչպես լայնորեն զեկուցվել է քննարկվել է Հայաստանի մամուլում, ուրեմն arczepiskopos Bagrat Galstaniani եւ իր 12 աջակիցներից 12-ի դեմ ապացույցները երևում է, որ մեծապես ուրեմն կեղծվել են։ Archbishop Mikhail Azepahian was convicted on the basis of a speech act which prosecutors had previously rejected as grounds for charges against him. Ուրեմն arczepiskopos Mikhail Azepahian-ը ուրեմն դատապարտվել է ուրեմն խոսքի հետ կապված, իր խոսքի ազատության հետ կապված հիմքով, որը դատախազները նախապես մերժել էին, ասելով, որպես հիմք նրան դեմ մեղադրանք առաջադրելու համար։ The fact that these charges were brought anyway is a clear sign of political interference. Այն փաստը, որ այս մեղադրանքները առաջադրվել են, որևէ դեպքում արդեն պարզ նշան է, որ կա քաղաքական միջամտություն։ Archbishop Azepahian was sentenced to 2 years in prison for a charge that other Armenians have received a fine or community service for. Ուրեմն arczepiskopos Azepahian-ը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման մի մեղադրանքի համար, որ այլ հայեր, այսինքն Հայաստանում այլ քաղաքացիներ, բարձրապես ստացել են ուրեմն տուգանք կամ պետք է անեն հասարակական գործունեություն։ One Armenian legal expert has publicly stated that Archbishop Azepahian meets the Council of Europe's Parliamentary Assembly's definition of a political prisoner. Մենք հայ իրավական մասնագետ, հանրայնորեն նշել է, որ arczepiskopos Azepahian-ը բավարարում է ուրեմն Եվրոպայի խորհրդանական ասեմբլեայի խորհրդի սահմանումը, թե ինչ է քաղաքաբանարկյալը։ Bishop Mikirtis Proshian and Father Garagin Arsenian have been charged with the vague crime of coercing political activity. Եպիսկոպոս Մկրտիչ Պրոշյանը եւ հայր Սուրբ Գարեգին Արսենյանը նրանց դեմ մեղադրանք առաջադրվել այն պարզ շատ ոչ թե պարզ, այլ ոչ պարզ հանցագործության համար ճակատների մեջ, որ նրանք հրահրել են քաղաքական գործունեություն։ The brother and nephew of the Catholicos of all Armenians were detained on the same charge on November 3rd. Նոյեմբերի 3-ին կաթոլիկոսի եղբայրը եւ որդին ազատազրկվել էին նույն մեղադրանքով։ Human rights experts in Armenia agree that this charge, even if true, has been selectively applied. Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետները համաձայն են, որ այս մեղադրանքը նույնիսկ եթե ճիշտ է, ճշմարիտ է, դա ընտրողաբար է կիրառվել։
And given that it now seems highly likely that the Armenian authorities falsified evidence against Archbishop Bagrat, no one should take for granted that this charge is true. Եվ հաշվի առնելով, որ հիմա արդեն թվում է շատ մեծապես թվում է, որ ուրեմն Հայաստանի իշխանությունները կեղծել են այս ապացույցները arczepiskopos Բագրատի դեմ, ոչ որը մեկը չպետք է ոնց որ այդպես ասած հալածյուղի տես ընդունել, որ այս մեղադրանքը ճշմարիտ է. Yesterday, we were able to meet with Narek Karapetyan,